Մենակություն բարից դողում է ուզիմ սենյակի ու ես հասկանում եմ, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը, երբ աչքերն են սարում, ասում են, թե այ մարդ է գալու, բայց դա եթե սուտ չէ, ապա բարություն է, որ ծնվել է միայն խեղճությունից, իմ անքել են սարում, Սակայն դու չես գալու, դու չես կարող գիտեմ, եղոթը սենյակիս պիտի շարունակի մենակության բառից անվերջ դողալ, հարուցելով իմ մեջ այն միտքը հին, թե վիհերը գուցե նրա համար է լոկ, որ մարդ ներքև նետվի։ Իսկ թե վիհերն իրոք նրա համար են լոկ, որ մարդ ներքև նետվի, ապա այդ դեպքում ես ինչպես ունեմ, կուշ չեմ, կուշկոտրուկ եմ, չեմ կոտրվում, միայն փետրվում եմ, և դրանից արդեն ես հոգնել եմ, ինչպես թուղթն է հոգնել իմ ջանքերից, հեռվից հեռու ասել քեզ երկու բառ, որ կարող են նույնքան ինձ թարգմանել, որքան թարգմանում է ինքնաթիռին հավը, սուտ կա, որ ճիշտ արժե, ու ես հավատում էի մեր հնարած ստին, թե չեք կործնի իրար, վախ կա, որ մահ արժե, ու ես վախենում եմ, թե կհաղթի կյանքը, և կմնամ ցավի խեղճ պատմաբան միայն, ու վերջապես քայլ կա, որ հենց թռիչք արժե, և ինձ դուրս եմ քշում իմ մտքերի միջից, ինչպես առողջ արկան բերանից եմ քաշում, բայց հոգնել եմ արդեն, և հոգնել եմ այնքան, որ չեմ զգում ոչինչ, ցավ չեմ զգում անգամ, այդ թե հնար լինել չզգալ, նաև, որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը,